հարձակվել էին ու սկսել հարվածել, անձրևաջրի պատճառով ա եղել, 13 տառապալից օրեր ենք ապրել այդտեղ։ Վստահ էի, որ Աստված Վանին հետ տվեց, պարգևին էլա հետ տալու։ Ես մենակ ասում էի չկոտրես հորդ պարգև։ Դու իրավունք չունես հորդ ու եղբայրներիդ կոտրես։ Հիմա դու ասում ես Երանի այդ պատերազմից մի թշնամու գնդակ որդուդ տաներ։ Ու ինքը 2 ժամ ապրեց ինձ համար, որ ես մտնեմ, տեսնեմ իրան այդպիսին։ Աստված ջան մի տանջի որդուս խնդրում եմ։ Եթե պիտի տանես, տալիս եմ քեզ։ Ինքը չէր կարա մարդասպան լիներ, չէր կարա։ Ողջույն, դուք Տաբուի YouTube-յան հարթակում եք։ Այսօր իմ տաղավարը հրավիրել է զրուցելու Այդա Գրիգորյանին։ Այդան իմ հետևորդներից է եղել, դիտել է Տաբուի մեր զրույցները եւ որոշել է գրել ինձ։ Ճիշտն ասած, երբ իմացա մեր խոսակցության թեման, Այդա ջան, անկեղծ ասեմ, երբ որ գրել էր ինձ, ես մտածում էի, որ երևի չկարողանամ զրուցել, որովհետեւ թեման բավականին ցավալի է ոչ միայն ձեր համար, այլ նաեւ իմ համար, բայց պիտի անկեղծ ասեմ, երբ հանդիպեցի եւ Այդան ինձ ասաց, որ մեր խոսակցության պատճառը թե ինչու են ազում ինձ հետ զրուցել, ես հենց այդ վարքյանին որոշեցի, որ անպայման պիտի հրավիրեմ եւ զրուցեմ։ Այդայի որդին Պարգևը անցյալ տարի մայիսի 6-ին հեռացավ կյանքից, որովհետեւ տեղի էր ունեցել մի դժբախտ դեպք, որը ուղղակի կարծում եմ շատերը էլ անգամ լսել եք, ինձ կոնկրետ շատ հուզել ու ցնցել է։ Ընդամենը 22 տարեկան եւ ընդամենը մի փոքրիկ միջադեպ, որի պատճառով նրան ծեծի են ենթարկել եւ նա գիտակցության չգալով մահացել է։ Այդան ինձ ասաց, որ ուզում է, որ ուղղակի բոլորը ճանաչեն իր տղային, նրա մարդկային որակները, նրա լուսավոր տեսակը եւ ես հասկացա, որ դի անպայման խոսենք եւ հիմա սիրով տաղավար եմ հրավիրել, ուզում եմ այսօր փորձենք զրուցել հիշելով միայն լավ պահերը, միայն դրական պահերը, բայց ուզում եմ նաեւ խոսենք ձեր ընտանիքի մասին, Այդա, դուք եւ ձեր ամուսինը ունեք, ուզում եմ ասել 3 երեխա։ Այո, ունենք, բարև Աննա ջան, նախ սկսեմ դրանից շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիր քո մարդ տեսակը, հիացած եմ քո զրույցներով, որոնք շատ անմիջական ու անկեղծ են, ինձ դա գրավեց շատ։ Այո, ունեմ 3 որդի։ Չեմ կարող Պարգևի մասին ուղղակի խոսել անցյալով, որտեղ ինքը կա, ինքը ներկա է, ինքը մեզ հետ է։ Անգամ այս վերջում, երբ աշխատավայրումս լրացնում էի փաստաթուղթ ընտանեկան կազմի մասին, ձեռքս դողալով իհարկե չգրեցի Պարգևի անուն ազգանունը, բայց դա մի հատ ահավոր ցավ էր ինձ համար, որտեղ ընդամենը 2 տարի առաջ երբ լրացնում էի այդ թուղթը, ընտանիքդ ամբողջական էր, երբ գրում էիր ընտանիքիդ կազմի մասին, 3 որդիների անուններն, այս անգամ Պարգևիս, բայց 1000 անգամ մտքումս ասել եմ Պարգև, կներես տղաս, բայց սա փաստաթուղթ է, ուղղակի թուղթ է, որի մեջ դու այս պահին տեղ չունես։ Այո, 3 որդի ունեմ։ Դուք պատմեցիք ինձ նաև ձեր ամուսնության մասին, որը շատ հետաքրքիր է եղել։ Մի փոքր ուզում եմ, որ ծանոթանանք ձեր ընտանիքի հետ եւ ասացիք, որ այդ քայլը անելուց հետո կյանքում ոչ մի անգամ չեք փոշմանել դրա համար, որտեղ ունեք շատ լավ ամուսին։ Այո, Աննա ջան, դու ճիշտ ես։ Մենք ընտանիքներով ուղղակի ընկերներ, լավ մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել իմ ընտանիքը եւ ամուսնուս ընտանիքը։ Դե այդպես արդեն դպրոցն ավարտելուց ուսանողական տարիներ ընկերություն ենք արել, որտեղ ինքն էլ բավականին գրքասեր,
կարդացած երիտասարդեր ինձ դա գրավում էր, որտեվ ես էլ էի շատ սիրում, գրքերով էի ապրում, երբեմն մայրիկս գիշերները գալիս էր լուսամփոփ սանջադում, գիրքը վերցնում, որտեվ ուշ առավոտյան դասի ես, բայց ապրում էի պատանի երիտասարդ աղջիկ, ապրում էի գրքերով, հեքիաթներով, եւ երբ ընկերություն արեցինք, զգացինք, որ չէ, այդ ընկերությունը արդեն երկու ընտանիքների ուզում է ավելի ամուր դառնալ, չեմ թաքցնի, որ դեմ էին իմ ընտանիքը, մերոնք դեմ էին, ամեն դեպքում ես փախա։ Քանի տարեկան եք այդ։ Ես 19 տարեկան էի այդ ժամանակ, մերոնք դեմ էին, քանի որ նոր ես ընդունվել դեր առաջի կուրս ես, ասեմ, որ ես էջմիածնեցի եմ բնիկ, էջմիածնի աղջիկ եմ, իսկ ամուսինս Սիսյանից է, Սյունյաց աշխարհի։ Գնացիք Սիսյան։ Այո, դուք պատկերացնում եք։ Իհարկե դեմ էին տատիկս, ծնողներս, որ դե չես սովորի ընդունվել ես դեր առաջի կուրս ես։ Հետո մեր մեջ տարիքային 8 տարվա տարբերություն կար, բայց ասեմ, որ բացարձակ դա չի խանգարում, երբ սիրում ես, երբ սեր կա երկու կողմից էլ, տարիքը բացարձակ կապ չունի, բացարձակ։ Բացի սերը կա հարգանք, հասկանում եք իրար, կա ընդհանուր մտածողություն, տարիքը երբեք խոչընդոտ չի կարող։ Ասեմ, որ ամուսինս երբեք երկնքից աստղեր չի խոստացել ինձ, անկեղծ ա եղել, ես էլ եմ գիտակցել, որ իհարկե դժվարություններ կլինեն, բայց ամեն դեպքում ես գնացի այդ քայլին։ Անկեղծ ասեմ, որ ես ինքս եմ իրեն դրթել դրան, հիմա երբ որ խոսք կա լինում, փախել ենք, ասում եմ, չէ, փախցրել եմ, երբեք էլ չեմ ամաչել դրանից, որովհետև այսինքն դուք ձեր մտահղացումն ա եղել։ Ինքը ոնց որ այդ չգիտեմ, այդ զգացումը, որ դե մերոնք դեմ են, միգուցե գանք ինչ որ հայտարարի, ինչ որ ընդհանուր էլի, բայց ես ասում եի, տես, եթե չգաս, վերջ։ Հա, կարելի ասել, ես էլ իրեն դրթեցի այդ քայլին եւ իր ծննդյան օրը նվեր արեցիք։ Ու ասեմ, 26 տարվա ամուսիններ ենք, իհարկե դժվարություններ շատ են եղել, շատ վերելքներ, վայրեջքներ, բայց եթե ժամանակը հետ տային, միանշանակ նորից նույն քայլին կդիմեի, նույն ընտրությունը կանեի։ Լինում է, չէ, երբ մտածում ես, այ եթե խելքս այն ժամանակ լիներ, ինքդ քեզ այդ մտքի մեջ բռնում ես, բայց իհարկե շատ բաներ կփոխեի, երբ այս խելքս այն ժամանակ լիներ, բայց ընտրությունս միանշանակ լինելու էր ամուսինս։ Հրաշալի է, որ 26 տարի անց այս խոսքերը դուք ասում եք։ Այո։ Եվ ուրախ եմ, որ իր համար ծնել եմ 3 հրաշալի որդիներ, ու որդիներս մեծացել են անկեղծ կասեմ սիրո, հոգատարության, լիարժեք կատարյալ ընտանիքում, որտեղ հայ արմատը միշտ եղել է հիմքում, որ պիտի ապրեն, թեկուզ օտար երկրում էլ ենք ապրել, Հայաստանում էլ, բայց պիտի հայ մնան։ Այսինքն ձեր երկու տղաները երբ ծնվեցին, դուք դեռ Սիսիանում էիք։ Հա, մենք Սիսիանում էինք, երկու տղաներս ծնվել են Սիսիանում, 6 տարի ապրել ենք Սիսիանում, 3-4 տարի բացարձակ կապ չեմ ունեցել իմ հայրական ընտանիքի հետ։ Չեք եկել ընդհանրապես։ Հա, նեղացել էին ձեզանից։ Հա, իրենք մեզանից, ես իրենցից, այո, նեղացած էինք ապրում։ Բայց հետո իհարկե հաշտվեցինք, անցան, իրենք էլ երևի գիտակցեցին, որ այո, իմ ընտրությունն է դա։ Սիսիանում ապրեցինք ընդամենը 6 տարի, որտեղ արդեն առաջնեկներս Վանն ու Պարքևն էին, որոշեցինք, որ պետքա տեղափոխվենք քաղաք։ Իհարկե ես դեմ էի, որ Էջմիածին քաղաքը լիներ։ Չգիտեմ ինչի, մարդիկ կարող ասենք աղջիկ ինչքան հայրական տանը մոտ լինի, բայց դա իմ խոսքն ա եղել, ես միշտ ասել եմ, պետք է աղջիկը հոր տանից հեռու լինի։ Հետաքրքիր է։ Բայց եկաք Էջմիածին։ Հա, ամուսինս որոշեց Էջմիածին, դե նախ քո բարեկամներն են, ինքն էլ հորաքույրներ ուներ Էջմիածնում։ Դե եկանք հաստատվեցինք Էջմիածնում։ Բայց հետո ինչպես ստացվեց, որ որոշեցիք տեղափոխվել ինչ-որ ժամանակով Ռուսաստան։ Հա, ամուսինս լավ առաջարկ ստացավ ընկերոջից, տեղափոխվել Մոսկվա,
Իհարկե շատ դժվար էր, որովհետև ինքն է մենք չէինք պատկերացնում ընտանիքը, երբ ոնց որ մասնատես, թեկուզ գիտեինք, որ դա ժամանակավոր էր։ Բայց որոշեց տեղափոխվեց Մոսկվա, ընդամենը 3 ամիս էր անցել, որ ինձ կանչեց, ասեց գործ կա, գնամ իրեն օգնություն էր պետք ու ինքը գիտեր, որ այդ օգնությունը միայն կարա ինձնից ստանա ցանկացած հարցում։ Տղաները ստատիկի, այսինքն սկեսուրիս հետ էջմիածնում էին մնացել, մինչև տարի ու կես հետո, երբ արդեն հիմնավորվեցինք, իհարկե գալիս էինք նոր տարուն, ամռանը ես միշտ գալիս էի երեխեքին տեսակցության, բայց թե իրենց համար շատ դժվար էր, որովհետև միշտ հոր հետ կապը մի այլ կարգի ա եղել։ Ես չեմ կարող ասել, որ ճիշտ է հայրեր կան հայրեր, բայց իմ ամուսինը ոչ միայն հայր է եղել, նաև ընկեր, խորհրդատու իր տղաների համար, այո։ Եվ տարի ու կես հետո որոշեցինք, որ այո, ժամանակն է, արդեն հաստատված ենք, երեխաներին տեղափոխեցինք։ Եվ այդա, ինչքանով որ ես հասկանում եմ, տղաները սկզբից մեծը, հետո Պարքևը, չէ, որոշեցին, որ պիտի անպայման գան Հայաստան, հենց ծառայելու նպատակով։ Այո, այդ հարցում հիմնականում ամուսինս միշտ ասում էր, այս էությամբ շատ հայրենասեր աղջիկ եմ եղել, հայրենասեր կին եմ, ապրելով օտար երկրում, Մոսկվայում, իհարկե հայ եմ մեծացրել, հայ ենք դաստիարակել, երբեք չեմ ընդունել այն միտքը, որ դե դրսում ապրած մի տեսակ ուրիշ է, ինչ գիտեն Հայաստանն ինչ է, այդպիսի բան չկա, դա ընտանիքից է գալիս, վստահ կարող եմ ասել։ Վանը երբ ավարտեց դպրոցը, ընդունվեց Մոսկվայի ՌԳՍՈ էր կոչվում, Российский государственный экономический институт, բավականին հարգի երկրորդն էր կարող եմ ասել, բավականին լավ բալերով ընդունվեց, մի տարվա ուսանող էր, դա արդեն պիտի 18 լրացավ, գար գնար բանակ, միանշանակ ինքը գալիս էր, կար տարբերակներ, որ կարող էինք պահել, բայց ամեն դեպքում ինքն ասեց, չէ, ես գնալու եմ։ Ասեմ, 2 եղբայր տարբեր բնավորություններ, բացարձակ տարբեր։ Վանը մի տեսակ ունեցել անցումային շրջան ու ես միշտ որպես մայր ասում եմ, դու պիտի գնաս բանակ, որ իմանաս ծնողի ղադրը, այսպիսի խոսք կա, չէ։ Իսկ Պարքևը լրիվ Վանի հակապատկերն էր։ Իհարկե Պարքևի ժամանակը, որ եկավ, շատ դժվար էր այդ բանակի ընտրություն անելը, որովհետև Վանը եկավ, գնաց ծառայել Ղարաբաղում, մատաղիսում անմիջապես։ Մասնակցել է տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Չարաբաստիկ պատերազմը։ 7 օր, ինչ ապրումներ ենք ունեցել, դե պատկերացրեք ծնողները Մոսկվայում, ինքը այստեղ։ Հա, Վանս 2 օր կորցրեցինք Վանի հետ կապը ու հիշում եմ, երբ Վանը վերջին զանգն ունեցավ տուն, իմ ու հոր հետ ոնց որ հրաժեշտ տար հորը, որտեղ երևի երիտասարդները զգացին, որ էլ անելի վիճակ է իրենց մոտ, սա վերջն է, որտեղ հետևից իրենց օգնող ուժ չկա, պատկերացրեք 18-19 տարեկան տղաներ մնացել էին Մատաղիսի թսկանցայրածիր դաշտերում եւ դա զենքի կռիվ չէր։ Դա անօթաչու սարքերի կռիվ էր, որ երեխեքի վրա երկնքից թափվում էր։ Ու երբ ինքը զանգեց այդ իր ձայնի մեջ, մենք զգացինք այդ հրաժեշտի բանը, նոտաները, հա, ու գիտեք, որպես մայր ինչ խորհուրդ տվեցի Վանին, ասեցի տղաս, մեն ինչ քեզ ասելու եմ, մի օր ինձ կհասկանաս, բայց լավ հիշի, մի նռնակ միշտ ձեռքդ պահի։ Եթե հանկարծ կզգաս սա վերջն է, ամեն ինչ արա, բայց գերի չընկնես։ Ու հիմա երբ ինքը երբեմն հիշում ասում եմ, ոնց կարողացար ինձ այդ ասել։ Ու ես, հա, դու հետո ես գիտակցում այդ բառերի ծանրությունը, բայց ամեն դեպքում այդ պահին, հա, ասում ես ավելի լավ է տենց, քան հետո այդ տառապանքը ես ամեն ծնողի առաջ խոնարհվում եմ, են գերի ընկած, են զոհված մայրերի,
Այդ հերոսները մեզ համար իհարկե միշտ մնալու են հերոս, անկախ ժամանակահատվածից, անկախ ամեն ինչից, ու այո, ես փառք Աստծո, որ Վանը իհարկե ծանր վիրավորումից հետո հրաշքով փրկվեց, երբ գտել էինք արդեն ու տեղափոխում էին, մուրացան Երևան, հորաքրոջս տղան ինքը զինվորական էր, դե այդ ժամանակ պատկերացրեք կովիդ, ամբողջը փակ, թույլ չեն տալիս ազգականները մտնեն, որտեղ այդ հիվանդություններն էլ մի կողմից են կյանքեր խլում, բայց եղբայրս ներս էր մտել ու երբ հիմա հիշում ենք, անգամ ինքն ասում է միշտ մարմնովը սարսուռ անցնում, ասում այդ պատասխանատվությունը իմ առաջ մեծ էր, բայց ասեցի պիտի տեսնեմ, որտեվ քո առաջ ես պիտի պատասխան տամ այս երեխու համար, երբ Վանն աչքերը բացել ու եղբայրս հարցրել Վան ջան ես ով եմ, ասել Աշոտ քեռի դու ես, ու ասում ասի վերջ, զանգելա ու լացում, ասում այդ մատաղ ունեք անելու, երեխան գլուխը տեղը, գիտակցությունը, ձեռքը, ոտքը, ամեն ինչ տեղն է։ Իհարկե աղիները աջակողմյան ծանր վիրավորում ուներ, աղիները կտրվածա չկա, լրիվ բեկորներ են աջ կողմը, եղանակի հետ կապված խնդիրներ ունենում ենք, բայց էլի ասում եմ, թող բոլորի երեխաները գային նման ձևով, միայն թե ողջ լինեին իրենց ծնողների կողքին։ Այդ է իսկ պարգևը որտեղ ծառայեց։ Եկավ պարգևի ժամանակը, շատ ծանր էր, որ ես ինքս մայր, որ միշտ ոգևորել ու հայրենասիրություն եմ մտցրել իմ որդիների մեջ, ասում էի չես գնա դեռ, ասեց դուք ինձ չեք կարող զորով պահել, ես կփախնեմ կգնամ, ես ընկերներ եմ կորցրել, եղբայրս վիրավորված, ես ոնց գնայեմ եղբորս աչքերին, ու այդ ինձ համար մի ասենց են ապտակ էր, որ ես իրոք չեմ կարող իրեն պահել ու ամուսնուս հետ մենք եկանք այդ վերջնական որոշմանը, որ տարբերակ չկա ու գիտեք ինչքան էին իմ բարեկամները մեզ նախատում, որ բոլորը փախցնում են իրենց տղաներին, դուք ուղարկում եք, որ գա գնա բանակ, բայց դե չկանգնեց, պարգևն եկավ, ասեց մամ Սիսյան եմ քաշելու, ասեմ, որ իրենք ընդամենը 5-6 տարի են տեղ ապրելով, բայց շատ կապված են եղել Սիսյանի հետ, միշտ սիրել են ու միշտ հպարտացել են, որ իրանք Սյունյաց աշխարհից են, քաշեց ընկավ Գորիս, ծառայելա Խնձորեսկում։ Շատ հեռու չի Սիսյանից։ Շատ հեռու չէր, բայց ինձ համար մի տեսակ ծանր էր, ասում եմ Տեր Աստված, հերթական մատաղիսն է, դե արդեն Գորիսն էր սահմանը, Խնձորեսկը, եկանք սահման, ասում եմ հերթական ինձ համար մատաղիսը, սահման, թշնամու հետ, այդպես, այդ մի փուլը տենց եղավ, ասեմ, որ շատ հպարտ եմ, որ եկել են ծառայել հայոց բանակում ու ինքն էլ շատ լավ ընկերներ ա ձեռք բերել, այդ հայրենասիրությունը այնտեղ էլ ա ցույց տվել, շատ եզակի երեխա ա եղել, ես չեմ տարբերում ինքը Վանը, բայց իրա մեջ այդ բարությունը, այդ ազնվությունը մի ուրիշ մակարդակի վրա էր, երբ դպրոց ընդունվեցին Ռուսաստանում, ուսուցչուհուն, մաթեմատիկայի ուսուցչուհին էր, տարիքով կին էր, ամբողջ տարի ինքը ձմռան ամիսներին, Մոսկվայի ցուրտը ասենք, ինքը գնում այդ կնոջը, նոր հայ ու աշակերտ, գնում էր Տատյանա Վիկտորովնա էր անունը, ուղեկցում էր դպրոց, որ Տատյանա Վիկտորովնա սառույցի վրա չսայթաքի հանկարծ, այդ սենց մի հատ չգիտեմ, ով լսում էր, ասում էր խի էսպիսի բան ա լինում, ու այսօր իրա բոլոր ընկերներն էլ հետո ուրիշ դպրոց են տեղափոխվել, միշտ հիշել են պարգևի բարությունը, պարգևի պատրաստական լինելը, որ ցանկացած հարցում կարա ինքը օգնի, կարա ինքը հասնի, ձեռք մեկնի աղջիկներին ուստա, որպես եղբայր, քանի որ քույր չունեին, միշտ այդպիսի այդ մտածելակերպը իրա տարբերվել է, ինչքան էլ որ ապրել են ռուսների մեջ միջավայրը ռուսական ա եղել,
բայց ամեն դեպքում այո, ընտանիքի դաստիարակությունը իրեն արել է։ Երբ այստեղ էր առաջին դասարան դպրոց գնում, միշտ վերջինն էր դուրս գալիս։ Ասում եմ, «Պարքև ինչ ես վերջինը դուրս գալիս» ու դա սպառնել հետը դուրս էր գալիս շփտալով, ասում էր, «Պիտի բոլոր աղջիկներին ճանապարհի, ժակետները բաժանի, սեղաններն ուղղի»։ Ինքս իմ մեծ ջղայնանում ասում եմ, «Պարքև, թող ուրիշներն էլ անեն, ինչի մենակ դու»։ Բայց չէ, այդ տեսակը իր մեջ կար։ Սպորտի առումով ասեմ, գնում էր այնտեղ բազմաթիվ սպորտաձևերի է գնացել, բռնցքամարտ, ըմբշամարտ, կարատե, բայց այդ ծեծելն իրենը չէր։ Այդ ծեծելը իրենը չէր, այդ խփելը դիմացինին, ցավ պատճառելը իրենը չէր։ Երբ Սերբուխովում մրցումներին որոշեցի ես գնալ հոր հետ, դե իհարկե որպես մայր ցավ ես գում, երբ երեխայիդ խփում են, ցավում է, ու եկավ մի պահ, որ վերջին կռիվն է, ու իր ընկերն ընկավ իր դասընկերը, որի հետ մտերիմ էին։ Հիմա ինքը սենց մի հատ սենց խառնված վիճակ է մոտ, եկել է ուզում է մեր մոտ արդարանա, որ ես չեմ կարա իրան խփեմ, ինքը իմ ընկերն է։ Դե մենք իրեն հանգստացրեցինք, որ դե հիմա կպարտվես ոչինչ, հասկանում ես ծնողի վերաբերմունքը, որ մենք անգամ այդ ժամանակ հայրը ոգևորում էր որդուն, որ չմտածես, խնդիր չկա, քո ընկերն է։ Ու երբ սկսվում է այդ մարտը, ես լսում եմ, որ ընկերոջ տատիկը գոռում է խփի Պարքևին իր թորանը, ես սենց ապրումների մեջ անկախ ինձանից ես եմ սկսում բղավել, որ Պարքև դու էլ խփի, ու ինքը այդ կռվի մեջ լսում է իմ ձենը ու խառնված, մենք մի քիչ առաջ իրեն հորդորում էինք, ոչինչ, բայց այդ ապրումներից ու ինքը հա երևի ուժ գտավ մեր ձայնից, մեր այդ ոգևորությունից, իհարկե հաղթեց, առաջին տեղ ընկավ, բայց ինքն էլ հասկացավ, մենք էլ, որ դա իրենը չէր, խփել, հարվածելը դա իր ոլորտը չէր։ Այսինքն ագրեսիան եւ բացարձակ մնացած այդ բացասական բաները Պարքևի հետ ընդհանրապես կապ չունեին։ Հաշտվելու բան չի, Աննա ջան, ինչ տեղի ունեցավ իր կյանքում բացարձակ հաշտվելու բան չի։ Մինչև հիմա չգիտեք վերջնական, թե ոնց է դեպքը տեղի ունեցել։ Դե դեպքը ականատեսների պնդմամբ էլ ընկերն էլ ոնց ասում է, բոլորն էլ գիտեն, խոսում են այդ մասին, որ անձրևաջրի պատճառով ա եղել։ Ապրիլի 23-ին եկավ ինձ գործից տուն բերեց, հորդ անձրև էր։ Ճանապարհին ընկերը զանգեց, բա մի 5 րոպեով տեղ մտնենք միասին գանք։ Իմ վերջի խոսքները ասեցի, Պարքև, անձրև, ասեց լավ մամ 15 րոպե դարպասները բաց թող գալիս եմ։ Ու այդ 15 րոպեն դարձավ իր համար ճակատագրական, երբ այդ Վաղարշաբաթ քաղաքում Ռիփսիմե եկեղեցու խաչմերուկին ձախ կողմ թեքվելիս ջրափոս էր ու հորդ անձրև էր, ջրել էր կողքի կանգնած Վաղարշաբաթում տենց բավականին ծանոթ Առաքելյաններ եղբայրներից մեկի Գուրգեն Առաքելյանի, որի մեքենայի մեջ նրա կինն էր եղել, իրենց Սրուշակեղենի խանութի աշխատողը ջրել էր, ընդամենը ջուր էր թրել մեքենայի։ Պատահաբար։ Իհարկե պատահաբար, բոլորս էլ վարորդ ենք, ինքս էլ վարորդ եմ, հնարավոր է, եթե դրա համար մենք իջնենք իրար ծեծենք, սպանենք, այսինքն էլ ինչ բոլորիս մեջ այդ չարը, այդ մարդասպան լինելուց հասումը եթե արթնանա, բա մարդկային տեսակը, արժեքները, ու դա էր եղել պատճառը, այո, որդուս կանգնեցրել էր, թե հիմա ոնց էր որդուս ասել, ինչ ձևով, որը իրեն շատ հարիր է, ընդամենը ընկերոջ ասելով, որդիս ասելա, դե անձրև էր, պատուհանդ փակ պահի աղբեր, ընդամենը էդ էր եղել։ Դրան հաջորդել էր են, որ ինքը զանգել էր իր երկու եղբայրներին, կրծերին եւ փոքրին, դե բա 7-րդ դպրոցի կողմ մեքենա եկավ, ու եղբայրները, երբ մոտեցել էին այդտեղ կանգնած որդուս, հարցրել ես մեքենայի ղեկին ով ա եղել, որդիս ասել էր ես։ Ու այդքանն ա եղել վերջ, հարցակվել էին ու սկսել հարվածել, ընդամենը 4-5 հարված ա երևի եղել, բայց դե այնպիսի ուժգին հարվածներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի էին։ Ունեինք
ծանր վնասվածքներ գլխի, գլուխը կոտրված էր, գանգոսկրը կոտրվել էր, արյան զեղումներ, ուղեղը ամբողջ արյան մեջ էր, եւ երբ բժիշկը այդ կամերան բացեց, որ մենք տեսնենք էլի այդ կատեի պատասխանը սարսափելի էր ու ասեց շանսեր չկան, բացարձակ շանսեր չկար։ Հասցրել էինք Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, 13 տառապալից օրեր ենք ապրել այդտեղ։ Էլի անձրև, օրվա կեսը արև էր, օրվա կեսը հեղեղ, մի վարքյան գիտակցություն չեկավ, մի վարքյան, թույլ չէին տալիս, շատ խիստ էր այնտեղ դրված այդ բանը, որ վերակենդանացման բաժանմունք չի կարելի։ Թույլ տվեցին 2 րոպեով գոնե մտնեմ պարգևին տեսնեմ, որովհետև տեսարանը սարսափելի էր, երբ համացանցում հայտնվեցին նյութեր ու այդ չարաբաստիկ տեսագրությունը, որտեղ կադրը բավականին հեռու է, բայց երևում է էլի ոնց են խփում ու ոնց է ընկնում գետին, ընկած գետնից վերականում նորից են գալիս խփում ու ընկնում այլևս չի վեր կանում, ինձ թվում էր երևի գլուխ չկա, որ ինձ չեն թողում իմ մոտ, դա սարսափելի էր, երբ տեղափոխելուց ասեցին մեկն ու մեկը թող մնա, որ հիվանդի հետ տեղափոխեն, դե ամուսինս մնաց, ինձ ուղարկեցին փաստաթղթերի հետևից, պատկերացնում ես, ասենք հիմա այս անալիզանում ես մենակ ղեկին, թե ոնց եմ քշում, որ կամ հասնեմ Երևան, սկզբից ասում են Էրեբունի են տարել, մի կերպ հասնում եմ, գտնում եմ Էրեբունին, հետո զանգում ասում եմ ես էստեղ եմ, բայց իրանց բարձվում է այդտեղ տեղ չի եղել, չգիտեմ ինչի չէին ընդունել, թե սարքավորումները չեր եղել այդտեղ, տանում են Գրիգոր Լուսավորիչ, չեմ հիշում ոնց եմ հասել, ղեկին նստած, միայն հիշում եմ, որ Զվարթնոցի կամուրջի վրա երբ այդ բժշկական մեքենան իր սիրենաներով անցավ, ես կանգնեցի, որտեվ զգացի, որ ի վիճակի չեմ ու այնպես եմ բղավել մեքենայի մեջ ու ասել եմ հավաքի քեզ մի հատ այդա, դու պատերազմ ես տեսել, պատերազմով ես անցել, դու իրավունք չունես հանձնվես ու չեմ հիշում ոնց եմ քշել, բացարձակ ոնց եմ հասել, բայց հասել եմ, իհարկե վստահ էի, որ Աստված Վանին հետ տվեց, պարգևին էլա հետ տալու, բայց երբ մտա վերջին օրը պարգևին տեսա, հասկացա, որ ինքը ապրելու ենթակա չի, արդեն գույնը փոխել էր, մարմինը ուռել էր, դիալեզ էին ուզում անեին, հիշում եմ այդտեղ ես մտա բոլորը լացում էին, բուժքույրերը, բժիշկները, բոլորը լացում էին, բայց այդ պահին մի վարքյան չեմ լացել, ես համբուրում էի ձեռքերը, գլուխը շոյում, ասում էի չկոտրեց հորդ ու եղբայրներիդ, ես իմ մասին չէի մտածում, ես մենակ ասում էի չկոտրեց հորդ, պարգև, դու իրավունք չունես հորդ ու եղբայրներիդ կոտրես, ու գիտեք, երբ առաջին անգամ մտա մոտը 2 րոպեով դուրս եկա, ամուսինս ասեց չես հիշում ուր մտար, որտեվ ասենք չգիտեինք որտեղ ենք գտնվում, բայց հենց ինձ հավաքեցի, հիշում եմ, իջանք պատվալեր, վերելակով ներքև, գտանք այդ շենքի հատվածը, ես հիմա ասում եմ ձեզ բաներ, որ շատերը չգիտեն այդ մասին, ուղղակի այս անկեղծ զրույցը միգուցե քեզ ինչ-որ հոգեկան ինչ-որ բալանսի կբերի էլի, որ մարդիկ իմանան դու ինչի միջով ես անցել ու այն մարդկանց համար, ովքեր կփորձեն մեղադրել, կփորձեն այն ինչի համար պայքարում եմ այսօր, մեղադրեն, հերքեն, որ իմանան, որ դա լրիվ սխալ տեղեկությունն է, ու երբ գտանք շենքի այդ հատվածը, ամուսնուս ասում եմ, հիշում եմ միջանցքեր, այդ միջանցքով մինչև վերջ գնացինք, դե ասեց արի քայլենք, քայլեցինք, դե գետնի վրայից պատուհաններ էին նեղ երևում, ասում եմ սենց էր, այս տիպի պատուհաններ էր, որտեղ չէր երևում ներսն ու դուրսը, ու գիտեք մայրական են բնազդը, քեզ տարավ կանգնեցրեց այդ պատուհանի առաջ, բայց դու չգիտես այդտեղ պարգևնա թե չէ,
ու այդտեղ մենք ամեն օր աղոթք էինք անում ամուսնուս հետ, չգիտակցելով ինքնա թե չէ, բայց ներսից ծանոթ մի բուժքույր նկար էր արել եւ ուղարկել մեզ ծանոթ մեկին, որ պարգևն այդ պատուհանի տակ ու ես այդ պատուհանից դրսից այն կողմ ձեռքերս կպցրած պատուհանին, ու այդ նկարը ես մինչև օրս պահում եմ, որ 13 այդպիսի տառապալից օրեր ենք անցկացրել ամուսնուս հետ։ Ամեն քայլի դիմել եմ, շատ աստվածավախ հավատքով մարդ եմ եղել միշտ, այս դեպքում էլ չեմ կորցրել հավատքս, Աստծո հանդեպ չեմ չարացել, ու հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի, եթե չհաղթի էլ Աստծո դատաստանից հաստատ խուսափել չեն կարող ոչ ոք։ Երկրորդ թե երրորդ օրն էր Շուրիշկանի ավետարանի օրն էր, Մուխն ու Սուրբ Գևորգ եկեղեցի, գնացել եմ այնտեղ, որ եղբորս հետ պարգևի մայկան ենք տարել, որ գցնենք այդ ավետարանին, խնդրելով, որ ուժ տա, որ պարգևը կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Այդ Գրիգոր Լուսավորչի ներսում այդպես սուրբ սենյակ կար, հավատքի սենյակ կար, աղոթարան, այդտեղի մոմավաճառ կինը ամեն օր դե պատկերացրեք, քանի օր մեզ տեսնում էր այդտեղ, մեզ օծված աղոթած ջուր տվեց, ասեց խնդրեք, թող բուժքույրերը ձեր տղայի ճակատին դնեն, ճիշտ է ներքին բան կար մեջդ, որ չգիտեմ կանեին արդյոք թե չէ, բայց ինչ մտքովս անցել է, ամեն ինչ փորձել եմ անեմ, անգամ խաչ են փոխանցել Երուսաղեմից ընկերոջս, եղբորս ընկերը, որ սա շատ ուժեղ խաչ է, մեզ շատ հարցերում օգնել է, էլի բժշկել է, խնդրեք թող դնեն, ու գիտեք այդ խաչը վերցնելուց ես մի նենց ապրում ունեցա, որ ասում եմ, եթե հանկարծ ես այդ խաչը հետ չվերցնեմ, ես ոնց որ ինչ որ մեղք գործեի, որ մարդիկ այդ տեսակի խաչ Երուսաղեմից բերված իրենց ընտանեկան խորհրդանիշ դարձած խաչը մարդիկ անծանոթ մարդ ուղղակի լսելով եղբորս էր տվել, որ դրեք երեխու գլխի մոտ, ու երբ ես խնդրում էի, թղթի վրա գրում, որ խնդրում եմ դրեք պարգևի գլխի մոտ, որտեղ մեզ որ թույլ չէին տալիս, բայց մենք սնունդ, հիգիենայի պարագաներին ուզում էին, բերում էինք, որ բուժքույրները տանեն ներքև, ու երբ ես երկրորդ անգամ մտա, ես իհարկե զարմացա ու միշտ ասել եմ, որ շատ շնորհակալ եմ այնտեղի անձնակազմին, ամեն ինչ այդպես էր արված, հա, Աննա ջան, մայկան գլխի տակ էր, անգամ այդ անձեռոցի կնկավ ձեռքս գրված այդ տողը, որ խնդրում եմ, այս թաշկինակը թրջեք, դրեք պարգևի ճակատին, դա էլ էր այդտեղ, այդ խաչը պարգևի կողքը, Սուրբ Հովանես եմ գնացել եղբայրներիս հետ, ոտքով բարձրացել եմ, այնտեղից բերված այդ խաչ, ինչ որ դրված պարգևի գլխի մոտ, ու երբ 13-րդ օրը զանգ ստացվեց ցերեկվա ընթացքում, որ սրտի կանգ ենք գրանցել, մի քանի վայրկյան չգնաք այստեղից, ու երբ ամուսինս դա ինձ ասեց, ես լացելով վազեցի ու անձրև էր նորից, վազեցի այդ պատուհանի առաջ, չոքեցի, ասի պարգև խնդրում եմ, 2 ժամ ապրի, թույլ են տվել, գալու եմ, ու գիտեք զանգեցին, ասեցին սիրտը խփեց, ու ինքը 2 ժամ ապրեց ինձ համար, որ ես մտնեմ, տեսնեմ իրան այդպիսին, ճիշտ այդ տեսարանը դու քո կյանքում երբեք չես մոռանա, բայց երբ մայրը տեսավ որդուն արդեն գույնը լրիվ փոխված, ձեռքերն այտուցված էին ու ես համբուրում էի ձեռքերը ու բոլորը լացում էին, ընդամենը 22 ճշում ուներ, այդպիսի բան չէր լինում, խնդրում եմ, ասում եմ, եկեք ստորագրեմ էլի, դիալեզ եք ուզում անեք, ինչ եք ուզում անեք, երիկամներն արդեն չէր ենթարկվում, այդ բժիշկն ասեց, բա իմ խիղճ տիկին այդա, մենք չենք կարա էլի,
ու ես երբ դուրս եկա, ընդամենն ասեցի, Աստված ջան, մի տանջի որդուս, խնդրում եմ, եթե պիտի տանես, տալիս եմ քեզ, այդ եմ ասել։ Ու երբ բարձրացա վերև 15 րոպե հետո զանգ եկավ, ամուսինս ասեց, դե պատասխանի, ես չեմ կարող պատասխանել։ Այդ ժամանակ չեմ կարող ասել, այդ ինչ գերբնական ուժ էր, որ իմ վրա էր նստել։ Ես հեռախոսը պատասխանեցի, բժիշկն ասեց, Տիկին, այդա լեզուս չի պտտվում ասեմ։ Ասեցի, պարզ է ինձ, բժիշկ, շնորհակալ ենք ձեզանից։ Մեզ առաջին օրից էր պարզ էր, որովհետև երբ բժիշկը զանգեց, ասեց, Տիկին, այդա դուք պատրաստ եք, դուք դեղորայք պիտի հասցնեք, որտև այն դեղերը, որ մենք ունենք, իրեն չի օգնելու։ Մենք ամեն օր նոր ադրենալին էինք հասցնում, բավականին թանկ դեղորայք էր, օրեր եղել 4 տուփ ենք հասցրել։ Ու գիտես, Աննա ջան, գալիս է մի բա, որ դու հասկանում ես, փողը չես կյանքում ամեն ինչ որոշում։ Երբ դու կանգնած ասում ես, աշխարհի որ ծերից էլ լինի, դուք ասեք, մենք տեղը կհասցնենք, իրեն տեղափոխենք ուր պետք է, բայց բժիշկն ասում է, չէ։ Ծնողի համար ահավոր էր լսել այդ խոսքերը։ Ամուսինս չէր մտնում էլ բժշկի սենյակ, ինձ հետ իմ հարազատներն էին մտնում, որ արդեն ամբողջ իմ ազգությունը Գրիգոր Լուսավորիչի մոտ էր։ Բայց դե գիտակցում ես, որ ունես այն շատ ցավալիա ծնողի համար։ Ու շատ ավելի ցավալիա, երբ հետ հայացք ես գցում, տեսնում ես ինչերի միջով ես անցել, ոնց ես դաստիարակել, ինչքան ազնիվ, ինչքան բարի, ասեմ, որ պարգևն էր պատերազմ տեսել Աննա ջան, Խնձորեսկում ծառայելու ժամանակ սեպտեմբերի 13-ին Իշխանասարի պատերազմը սկսեց, այդ 3-ից 4 օր տևեց, մենք այդ ժամանակ Հայաստանում էինք, Սիսիանում էինք հենց գտնվում, մեր պապական գյուղում, Շաքի գյուղում, ու երբ գիշերը 12-ին ավակ որդիս զանգեց, պապ, նորմալ է, գիտեք ինչ է կատարվում, մենք բանից անտեղյակ, ընդամենը 10 րոպե հետո աղմուկ, տները սկսեցին դղրդալ, երբ այդ կրակոցներն ու պայթյունները սկսվեց, դուրս վազեցինք բալկոն, մեր բալկոնից Իշխանասարը երևում է, ընդամենը 5 կիլոմետր է հեռավորությունը, ամբողջ հորիզոնը կարմիր էր, ու պարգևի հետ կապ հաստատել չի լինում, հաջորդ օրը զանգելա, խնդրում, ասում է, պապ, գնացեք տեղից, ամուսինս ասեց, արի դու Արեգին վերցրու, գնացեք, ես մնում եմ, ասեցի, չենք գնա, եթե դու մնում ես, մենք էլ ենք մնում, թեկուզ Արեգն էլ մեր հետ, իսկ երբ Վանը զանգեց, ասեց, մամ, եթե հետ չգաք հենց հիմա, ես ամենաշատը 2 ժամից տեղ եմ լինելու։ Իհարկե մենք 2 օր մնացինք, երբ ամեն ինչ հանդարտվեց, կորուստները էլի բազմաթիվ էին ու ծանր, բայց հիմա դու ասում ես Երանի այդ պատերազմից մի թշնամու գնդակ որդուդ տաներ։ Ես խոնարհվում եմ այն ծնողների առաջ, այն 5000 անմեղ զոհերի, բայց հավատացեք այն հպարտությունը, որ երեխադ հանուն հայրենիքի կյանքը չի խնայել։ Ես ինձ էլի հերոսի մայր եմ համարում, որովհետև ոչ ամեն երիտասարդ ապրելով օտարության մեջ կգար համարձակ ձևով, կգնար իր պարտքը տալու հայրենիքին, բայց այսօր մխիթարվելու բան չունես, չես կարող մխիթարվել։ Հասկանում եմ, որ դեռ փաստեր կան, բայց ապացույցներ չկան եւ ամեն ինչ չի գնում այնպես, ինչպես պիտի գնա։ Հա, ցավալի իրականության մեջ ենք ապրում, այո, դատական փուլերի մեջ եմ, ինքս դատերին ներկա եմ լինում, անձամբ ահավոր ծանր է լինում այդ ամեն ինչի միջով անցնելը, բայց ես ուժեղ մարդ եմ։ Դատական փուլերի մեջ եմ, հասել ենք մի փուլի, որ պետքա վկաներին արդեն հարցաքննեն, բայց դե մյուս կողմը առարկություններ անում, իհարկե իրավունքն իրենցն է, այդ տեսագրությունը կասկածի տակ են դնում, որտեղ հերվից է, բարձ չի երևում։ Դե ուղարկվել է փորձաքննության,
դեմքեր ֆիքս են, նույնականացում են պահանջում, որ որտեղ եք տեսնում, որ ձեր որդուն խփում են։ Ու գիտեք տարօրինակը որն է, որ ես շատ կուզեի, որ այսօրվա մեր արդարադատությունն է, թե որ կառույցն է զբաղվում, ինչու՞ չէ վերանայ վեր մեր օրենքները, այսինքն սպանություն է եղել։ Միանշանակ մարդու կյանք եք խլել, դուք այդ իրավունքը չունեիք, ձեզ ոչ մեկ թույլ չէր տվել խլել անմեղ մարդու կյանք չնչին դրդապատճառի պատճառով։ Վերանայվեին օրենքները, ինչու իրենք դատապարտվեն, ասենք այն հոդվածը, որ այսօր դրված է, խուլիգանություն, խմբակային խուլիգանություն, ազգուշությամբ հասցված մահվան, չգիտեմ 5-ից 7 տարի է, թե 7-ից 10, իրենք դրանից հետո դուրս գան ապրեն ու վստահ են, որ այս հասարակությանը էլի վնաս են հասցնելու, որտեղ իրենք այդ տեսակի մարդ են, մինչև իմ որդիներն էլ են բազմաթիվ տենց խուլիգանությունների մեջ բավականին հայտնի կերպարներ են։ Իսկ իմ որդին ոչ, իսկ իմ որդին չապր։ Այս վերջերս Փաստինֆոյին տրված մի հարցազրույցում իհարկե զարմացա, որ իրենց պաշտպաններից պարոն Թամրազյանը կապի էր դուրս եկել եւ մի քանի նախադասություն ասել, որը գրառել էին, իհարկե շնորհակալ եմ, թող հանրությունը երկու կողմից էլ իրազեկված լինի։ Ուղղակի ասել էր, որ նայենք իրավական տեսակետից, այլ ոչ թե մարդկային ցանկությունը բավարարելու։ Ուզում եմ հասկանալ, բնականաբար մարդիկ դրանով գումար են վաստակում, ընտանիք են պահում, ես շատ հարգում եմ իրենց աշխատանքը, բայց դա սովորական մոր ցանկություն չի ուղղակի, որ ուզում եք բավարարել, այլ դա իրականությունն է, որ մեր երիտասարդների մեջ այդ դաժանությունը եւ պետք է ինչ-որ կերպ ճիշտ լուծում ստանա։ Հույս ունեմ, որ արդարադատությունը կհաղթի, հույս ունեմ։ Դուք ասացիք, որ Պարքևի մասին նաև ինչ-որ լուրեր են տարածվում ոչ լավ իմաստով, բայց ես երբ տեսա այդ նրա ընկերների, այդ ռուս ընկերների, նրա ուսուցչուհու կարծիքը ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Հա, Պարքևի մասին գիտես, երբ 19 թվին դպրոցն ավարտեց եւ գնաց բանակ, 19 թվից մինչ օրս իր Ռուսաստանի դասընկերները, դասղեկը ստացվում է չեն մոռացել իրեն։ Մենք էլ կապ տենց չենք ունեցել իրենց հետ, բայց ստացվում է, որ մարդիկ չեն մոռացել Պարքևի նման երիտասարդին։ Ու երբ այս դեպքը չարաբաստիկ եղավ, դասղեկը եւ իր ընկերները մոտեցել էին մեր ընկերներից մեկին, ընկերուհուս, որ ու լացելով հուզված, սարսափելի այդ հուզական ապրումներով, որ հնարավոր չի Պարքևի հետ լիներ, որտեղ Պարքևի նման բարի ազնիվ տղան չէր կարա էլ ինչ որ խուլիգանության մեջ լիներ։ Ու այո, երբ իրենք խոսում են Պարքևի մասին, իհարկե ես պարտանում եմ, որ կարողացել եմ այդպիսի տղա մեծացնեմ։ Ձեր ամուսինը, ձեր մեծ տղան, որպես մեծ, երևի թե ինչ որ կերպ կարողանում եք հաշտվել կամ գուցե հասկանալով, ըմբռնելով մոտենալ, բայց Արեգը, որ ձեր երրորդ երեխան է եւ քանի տարվա տարբերություն կա։ Տղաներիս եւ Արեգի միջև 18 տարվա տարբերություն կա, այո, երբ Արեգը ծնվեց, մանավանդ Պարքևը շատ ուրախ էր, որ ասեց ես էլ փոքրը չեմ, ինքը երջանիկ էր, ասում էր մամ տղա թե աղջիկ լինի ֆուտբոլի եմ տալու, մենք միշտ ծիծաղում էինք իր այդ խոսքերի վրա, գիտես Աննա ջան, Արեգը հիմա ոնց է ընկալում։ Արեգի համար շատ դժվար է։ Մենք Արեգին ասեցինք, որ Պարքևը հրեշտակ է դարձել ու ինքը 15 օր անընդմեջ շատ ծանր ապրումներ, գիշերը չէր քնում, մի օր անձրևեր դուրս եկավ բալկոն ու ձեռքը հղելով երկինք ասեց Պարքև, հերիք է, կարոտել եմ քեզ, դե արի։ Ու դու գիտակցում ես, հա, ճիշտ նկատեցիր, մենք որպես մեծ հասուն դու զգում ես, որ դու պիտի ապրես։
ապրես այդ երեխայի համար, ինչու՞ չէ նաև Վանի համար, երբ մտնում եմ տուն, Վանը նայում աչքերիս ու եթե զգում ա, որ մեջս ինչ-որ տակնու վրա վիճակ, ասում ա մամ, այդ իրա մամ բառի մեջ այն ելևեջները, որ դու զգում ես, որ դու քեզ պիտի ձգես ու արեգի առաջ, երբ լինում ա, գիտես, այդ ներքին պորտկումները, որ էլ չես կարողանում, այդ կարոտի ցավը, այդ վրեժի ցասում, այդ հրեշը, որ մեջդ արթնանում ա, փորձում ես խեղդել ու իհարկե առողջությունդ չի ներում քեզ։ Այս վերջում, երբ տենց մի քիչ հյուսված պարկած էի, Արեգը պլաստիրինից սրտիկ սարքեց, բերեց կպցրեց Պարքևի անվան պտառով, այդպիսի բան կար, արձանիկ կպցրեց, ասեց մամ, ես ուզում եմ, որ քո սիրտը այսպես առողջ լինի, ու ինքը շատ գիտակցում ա, մեզ թվում ա, թե փոքր ա 6 տարեկան, բայց շատ զգուշ ա դարձել, թեկուզ Պարքևի անունը տալուց, ինքը շատ զգուշորեն ա դա անում, երբ տեսնում ա հայրը 5 րոպե կանգնեց Պարքևի համար անկյուն ունենք տանը, այդտեղ մոմ ա վառում, ինքը գնում անմիջապես հորը պապարի, մեքենայի սակը փչացել ա պապարի, ինքը ուզում ա անմիջապես հորը շեղի, որովհետև տեսնում ա հոր վիճակը ու ասեմ, որ ինքը շատ նման ա Պարքևին, ով Պարքևի մանկությունը տեսել ա ու հիմա Արեգին այդ իր սպիտակությամբ, շեկությամբ բոլորն ասում են, ոնց որ Պարքևի կեսը լինի ու դու զգում ես, որ հա, դա Պարքևի շարունակությունն ա ու ինքը Աստծո կողմից մեզ տրված Արեգը Պարքև էր, որ մեզ օգնեց պատերազմը հաղթահարել, ինչու՞ չէ նաև հաղթահարել այս ցավը, այս կորուստը, որ հասարակ ու համեստ ապրող մի ընտանիքի երջանկություն խլվեց։ Ճիշտ է, էլի ապրում ես, դու էլի քեզ երջանիկ ես համարում։ Աննա ջան, ես այսօր, ասենք, ինչ-որ քննարկումներ հնարավոր ա լինեն, որ ես սպիտակի մեջ եմ, ասեմ, որ ես երբեք գույնի մեջ չեմ թաքնվել, սևի մեջ առավել եւս, ճիշտ է բոլորիս կեստապահարաններում սևը գերակշռող ա լինում, բայց երբեք չեմ թաքնվել սևի մեջ, որովհետեւ իմ որդին լուսավոր տղա էր, բարի էր ու ինքը հաստատ չէր ուզի իր մայրիկին տեսներ ճերմակած մազերով, սևի մեջ, տխուր, մռայլ, կոտրված, ինքը հաստատ չէր ուզի դա։ Ու հիմա շատ բաներ անում եք, որ մտածելով ինչը նրան հիշողությունների, որ պիտի ապրեն, որ ինքն ապրի, իր բարի տեսակը բարձր պահելով, փոխանցելով նաև Արեգին, երբեմն ճիշտ է ինքս ասում եմ, չէ, պիտի Արեգին մի քիչ ուրիշ ձև մեծացնել, բայց ամեն դեպքում դու զգում ես, որ չէ, դա արյան մեջ այդ բարությունը, այդ ազնվությունը։ Ես հուսով եմ մեր խոսակցությունը մի փոքր գոնե կօգնի, որպեսզի այդ երիտասարդների ագրեսիան մի փոքր թեթևանա, չգիտեմ, թե հասկանան, որ կյանքում ամեն փոքր բանի պատճառով պետք չի այս աստիճանի ագրեսիա անել եւ թեկուզ մի փոքր բանի պատճառով դառնալ մարդու կյանքի Գիտես, խոսակցություններ շատ կային, որ խուլիգանություն էր, Պարքևն իրեն վատ ա պահել, բայց ես 100% վստահ եմ, որ իմ տղան անհնար էր, որ իրեն վատ պահեր, մի վատ խոսք ասեր, առավել եւս արարք, որտեվ այդ երիտասարդը միայն բարություն էր իրանից դուրս գալիս, միայն։ Մի դեպք պատմեմ, երբ հայկական խանութում Մոսկվա մտել էր, այդ միջանցքում դրված էր եղել այդ լիցքավորման ապարատները ու այդտեղ 100 ռուբլի գետնին ընկած փող էր եղել, ինքը վերցրել էր այդ փողը, մտել խանութ, դա պատկերացրեցիք, չէ, միջանցք էր, որ եթե այդ գումար ինքը դներ իր գրպանում, ոչ մեկ չէր իմանա։ Ու այդ խանութում աշխատում էր հայ աշխատող եւ ռուս աղջիկներ, որոնք միշտ է գիտես օտարության մեջ դուք ես մի տեսակ երկրորդ դաս են ձեր հայերը, դուք հայերդ եւ երբ Պարքևը այդ փողը տվել էր, ասել էր վերցրեք, ես փողն այնտեղ ընկած էր, մենք երեկոյան մտանք այդ աղջիկները, ասում էին մենք ապշած ենք այս երեխու, այս ինչ երեխա եք դաստիարակին, ինքը այդ փողը կարար վերցներ։
վերադարձրեց ու ինչ եք կարծում, այդպիսի երիտասարդը կարար ինչ որ խուլիգան, հանցագործ մեծանալ, իհարկե չէր կարող։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կավարտվի շատ արդար ձևով։ Ես մտածում եմ, որ մարդիկ միայն երկրի վրա չէ, որ պատասխան են տալիս։ Հա, ես էլ եմ վստահ, Աննա ջան, միանշանակ վստահ եմ, որ Աստված կանի հետ։ Եթե արդարադատությունն էլ չլինի, ինչ չնայած պայքարելու եմ, գնալու եմ մինչև վերջ։ Ճիշտ է, որդուս հետ չեմ բերի, բայց գոնե որդուս դեպքով կփրկեմ ուրիշ երիտասարդների կյանքեր, որոնք զգուշ լինեն, որ մի բուրհա ենք մնացել, ժողովուրդ ջան, եկեք չչարանանք այն աստիճան, որ մտածենք իրար սպանելու մի չնչին բանի համար։ Իհարկե ես հավատում եմ, ինչքան էլ որ հաճախ եմ այդ հարցը ինձ տալիս, որ ինչու Աստված ջան, ինչի հենց իմ ընտանիքը, որտեվ ես վստահ եմ, որ իմ երեխեքը մեծացել են առողջ ընտանիքում, սիրո մեջ են մեծացել ու չէր կարա իմ ընտանիքի հետ սենց բան լիներ, դա չգիտեմ, էլի չես ընդունում, չես կարող համակերպվել, բայց ինչ որ կերպ հարմարվում, բայց նայում ես առաջ, գնում ես առաջ, որտեղ տեսնում ես, որ արեք կա, որի առաջ դու դեռ պատասխանատվություն ես կրում, վան կա, որին դեռ իհարկե ամուսնացնելու ենք, դեռ պարգևներ ծնվելու են, վստահ եմ, ու այո, մեր ժողովրդի մեջ սերմանենք այն բարությունը, որ դա ընտանիքից պիտի գա, պիտի ընտանիքի արմատը ազնիվ լինի, ինչում ես համոզվել եմ բազմիցս։ Այդա շնորհակալ եմ, որ այսքան անձնական էմոցիաներով կիսվեցիք մեզ հետ եւ շնորհակալ եմ, որ չեք չարացել։ Դա իսկապես ինձ համար անգամ զարմանալի է, բայց ես շնորհակալ եմ, որ դուք չեք չարացել։ Հա, Աննա ջան, գիտես, ասեմ այդ օրերին, երբ դեռ պարգևը դեռ հողի տակ չէր, բայց ես խնդրեցի, որ ու ասեցի խոստացեք, որ ոչ մի բան առանց մտածելու չեք անելու, որտեղ մենք մարդասպան չենք, մենք չենք առնոտելու մեր ձեռքերը։ Բայց դու այսօր զգում ես, որ այդ կարոտը, այդ վրեժը, երբ արթնանում է մեջդ, դու չես կարող ասել վաղ ինչ կարա լինի։ Ես չեմ կարող ասել վաղ ինչ կարա լինի, բայց ամեն դեպքում ես իմ խղճի առաջ հանգիստ եմ, ու գիտեք, երբ մի խելացի Տեր հոր հարցրեցի, ասեցի ինչու ես, ասեց տիկին Այդա, հայր Դավիթն էր, Կանադայից, ասեց տիկին Այդա, Աստծո գործերն անքննելի են եւ Աստված ուժեղներին անդրում, ուրեմն դուք ուժեղ էիք, Աստված ձեզ ընտրեց, ասեցի, բայց ես չեմ ուզում ուժեղ լինեմ, ասեց դա դուք չեք որոշում, ու իրոք զգում ես, որ շատ ցավալի է, ոչ մեկ չի կարող իմանալ, թե քո ներսում ինչա կատարվում այդ պահին, բայց դու զգում ես, որ ոչ, դու պիտի ապրես, որ ինքն ապրի, ու երբ մի այլ իմ ավագ եղբայր հոգևորական ասեց, մի հարց եմ տալիս քեզ, անկեղծ պատասխանի, ասեց դու կուզեիր որդիդ մարդասպան լիներ, թե Աստծո հրեշտակ, ու ինչ ես կարծում, ես ինչ պատասխանեցի, միանշանակ ընտրեցի Աստծո հրեշտակը, որտեղ ինքը այդպիսին էր, ինքը չէր կարա մարդասպան լիներ, չէր կարա։ Մի րոպե։ Իսկ մաս սրանով էլ ավարտենք, որտեղ ավելի լավ վերջաբան չէր կարող ունենալ, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Շատ։ Իհարկե կլինեն կարծիքներ, որ ինչ հանգիստ է խոսում, ինչպես շատ տեսանյութերի տակ էր գրվում մեկնաբանություններ, տեսակադրից դուրս իհարկե ուղղակի, բայց ամեն դեպքում մի դատեք, որ չդատվեք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ
եւ կարմիր տարբերակներով։ Գինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Գինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։